եղած միշտ մեզ համար եռատոն։ Հիմա ցավոք սրտի այլևս Շուշիի ազատագրման վերաբերյալ չեն խոսում, չեն շնորհավորում իշխանությունները, մսխեցինք մեր հաղթանակը։ Գիտեք, պատմության էջերում կարելի է գտնել նման իրադարձություններ եւ հաղթանակներին փոխարինել են պարտությունները, բայց դա չի նշանակում, որ պետք է ապրել պարտվածի հոգեբանությամբ եւ հաշտվել դրա հետ։ Մենք ցավոք պարտվեցինք ներսից, քանի որ ինքը այդ պարտությունը պայմանավորված պարտություն էր եւ այդ պարտության համար հատուկ ջանքեր էր գործադրվել, որպեսզի սադրեին այդ իրավիճակը եւ մենք գիտենք, որ զինվորին թողեցին այսպես թողներենից, բայց անտերության մատնված, առանց հրամկազմի, առանց պատասխանատվության։ Գիտեք, վերջերս մի բան կարդացի, ասում են Իրանում չգիտեն ում լսել։ Տեղգործնախարարն է, արտաքին գործերի ղեկավարությունը, նախարարության, պարլամենտը, նախագահան եւ զինվորականությունը։ Այս նույն իրավիճակը ստեղծվել է նաեւ Արցախում, որտեղ չգիտեին թե ում լսել, ում հրամանը կատարել եւ ով է պատասխանատու այդ հրամանի համար։ Տեսեք, երեք ասում էր Ղարաբաղյան շարժումը ճակատագրական սխալ է եղել։ Հիմա ճակատագրական սխալ Ղարաբաղյան շարժումներ, թե 2018 թվականի այսպես կոչված հեղափոխությունը։ Չի կարելի մեկնաբանել մեկին, ով տգիտության խորհրդանիշ է։ Տգիտության խորհրդանիշ է։ Գիտեք, ամբողջ իր կենսագրությունը ուսումնասիրելուց մենք չենք կարող գտնել մեկ դեպք, երբ այս վարչապետ կոչեցյալը որևէ օգտակար գործողություն է կատարել իր կյանքում։ Նա նույնիսկ որևէ աշխատատեղ չի ստեղծել, որ կարողանար իր թիմը պահել։ Այդ ամբողջը արհեստականորեն է եղել ստեղծված եւ տգետը ոնց կարող է կարդացած լինի կամ պատմություն ուսումնասիրած լինի, քաղաքագիտություն ունենա, դիվանագիտություն ունենա։ Քանի որ դիվանագիտությունից խոսեցիք, Ռուսաստանի հետ հարաբերությունները հետևողականորեն դեպի փակուղի են տարվում, Փաշինյանը խոսում է աշխարհագրական, աշխարհաքաղաքական դիրք փոխելու վերաբերյալ, այստեղ Մակրոնն էր, Զելենսկին էր ու բոլորի մեսիջները մեծամասամբ այդ գագաթնաժողովին հավաքված ուղղված էին Ռուսաստանի դեմ։ Դա բացարձակ արկածախնդրություն էր եւ եկել էին ուղղակի ուտել խմելու եւ այսպես ասենք ինչ որ կսմիտ տալու Ռուսաստանին, որ տեսեք ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի մեջ գտնվող պետության տարածքում այդ հարթակում մենք կարող ենք նրան տալ հնարավորություն, հայտարարություն անելու, շփվելու, սա արկածախնդրություններ, գիտեք ինչ, իրենց հոգի հանգիստի մասին էին, դրանք բոլորը ավարտված ղեկավարներ էին, բոլորը, եւ Նիկոլը, եւ Մակրոնը, եւ Զելենսկին, նրանք ավարտված ղեկավարներն են, նրանց ճամպրուկները կապել են արդեն իրենք շաբաթներ կամ ամիսներ է մնացել, երբ պետք է լքեն իրենց պաշտոնները, այնպես որ իրենց համար զբաղմունք էր, սա էլ թե ինչքան միլիոն դոլարներ ծախսեց նրանց ընդունելու, հյուրասիրելու, այդ շոուն ցուցադրելու համար, տեսեք ինչ հայտարարություններ են անում, սա մի այնպիսի իրադարձություն էր, այսպիսի իրադարձություններ կներեք, նախ մի քանի անգամ են եղել Հայաստանում, երկրորդն էլ դուք ում եք ինչի հետ վերել համեմատում։ Ռուսաստանը դա այսօր աշխարհի թիվ 1 գերտերությունն է, ում հետ պետք է լինել եղբայրական հարաբերությունների մեջ։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։